ու այն խոսքը, որը որ մի քանի օր արդեն իսկ այսպես մի երևի 4-5 օր արդեն 4-3-4 օր սենց իմ սրտում կա, ու ես ամեն օր գրում եմ այս խոսքը, վերնագրել եմ այսպես, ոնց որ քիչ առաջ երգում ենք, ոչ ուժով, ոչ զորությամբ։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, որ մենք շատ անգամ երգում ենք ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ Տիրոջ հոգով։ Գիտեք, շատ անգամ մենք սրա մասին խոսում ենք, սրա մասին երգում ենք, սրա մասին լսում ենք, սրա մասին աղոթում ենք, բայց ի՞նչն է հետաքրքիր։ Ինչքանով ես դու այդ ամենի մեջ քո անձը տեղավորում։ Հիմա նայեք, առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Զաքարիա մարգարեություն 4-րդ գլուխ 6-րդ խոսքն է։ Եվ նա ինձ խոսեցավ ասելով. Սա է Տիրոջ խոսքը, որ Զորաբաբելին ասվում է. զորությամբ չի, ուժով չի, հապա իմ հոգեով ասում է զորքերի Տերը։ Քանիստ եք համաձայն, որ մեր ֆիզիկական մարմինը ունի ուժ ու զորություն։ 3, 5, 8, համարը բոլորը համաձայն են։ Մի քանիսը համաձայն չէ։ Ով է դեմ, որ մեր մարմինը ունի ուժ ու զորություն։ Մի քանիսը ձեռան պահեն, լավ, ոչ են։ Հիմա նայեք, իշտ ամենահետաքրքիրը, որ մեր մարմնի մեջ կա իրականում զորություն։ Այն որ դու քթալդ վերցնում ես ու տանում ես բերանը, այդ քո մարմնի ուժն ու զորությունն է, որ դա քեզ օգնում է։ Այն որ դու քայլում ես, դա քո մարմնի ուժն ու զորությունն է, որ այդ ամենը անում է։ Գիտեք, շատ հաճախ մենք քրիստոնյաները ինչ են անում։ Վերցնում են իրենց մարմնի ուժն ու զորությունը, ուզում են օգտագործել հոգևոր բաների մեջ։ Եվ գիտեք, այնքան sense տիպիկ նման process է ստեղծվում, քանի դեռ քո էներգիան, քո զորությունը տեղն է, դու կարողանում ես շատ բանի մեջ ձևավորած պահես։ Բայց երբ որ գալիս ես բախվում ես իրական հոգևոր բաների, հասկանում ես, որ այդ քո մարմնի ուժն ու զորությունը չեն կարող պահել ու կանգնեցնել։ Մի ազնվորության հետ ենք խոսում, ասում է, ոնց որ թե 3 երեկոյան էր, ասում է, կամքի ուժ է պետք, որ կամքի ուժ ունենաս ամեն ինչ էլ կարաս անես։ Ասում դա ընդհանրապես ձեզ թվում է։ Գիտեք, որովհետև Սուրբ Գիրքը, երբ որ ես կարդում եմ մի բան ասում է մարդուն շղթաներով կապում էին, պոկում էր այդ շղթաները ու տանում էր այդ մարդուն գերեզմաները։ Դիվահարված մարդ էր։ Գիտեք, սամբոյի աշխարհի չեմպիոնը մի փոքրամարմին աղջկա մի ձեռքը ամբողջ ուժով չէր կարողանում պահել։ Խեղճ տղային sense քրտինքը վրից sense գնում էր, որտեվ այնքան ուժ էր տալիս, որ երկու ձեռքով հազիվ պահում էր այդ մի ձեռքը ընդամենը։ Գիտեք, բայց երբ որ ազատագրվեց, բրծավ, դարձավ գեղեցիկ, համեստ, քնքուշ աղջիկ։ Բայց մինչև այդ որ իր դեմքին նայեք, ուրիշ բան կտեսնեիք։ Գիտես, դու քո ֆիզիկական ուժով ու զորությամբ երբեք չես կարող հոգևոր բաներ անել։ Գիտես, կնմանացնես։ Մեկ անգամ մի տեղ էինք ծառայության, եւ գիտեք, վերջում երբ որ սկսեցինք երիտասարդների համար աղոթել, մի երիտասարդի մեջ դեպը սկսեց ակտիվանալ։ Հետո թողեց իրան, այդ տղան ընկավ գետին ու անցավ ինքը ուրիշներին, ասում, բայց մարդուն ով պիտի տիրություն անի։ Ստիված ինչ կուժն ու կուլակասը վերջում գլխին է չարծվում, չէ։ Իհարկե հումորով եմ ասում։ Գիտեք, ես վերցի այդ տղային սկսի իր համար աղոթել։ Այնտեղ ջահելներ կային, որոնք որ ինչ-որ ծառայության մեջ էին եղել, եկել է կանգնել է կողը գոռում է. Հիսուսի անունով դուրս։ Նայում եմ այդ տղային գոռում ասենց։ Մեկ էլ այդ տղային բաց թողեցի։ Հենց այդ տղային բաց թողեցի, ասես մի հատ մռնչյունով գնաց այդ երիտասարդը փախավ։ Մենք սկսեցի աղոթել, տարանք դուրս, որ մնացած երիտասարդները չվախենան, սկսենք աղոթել, որ ինքը ազատագրվի։ Վերջում ասում եմ, այ բալամ,
Այդ խոմ քո բարձր գոռալուց չի որը դևը վախենալու է։ Գիտեք մարմնի մեջ կար զորություն, գոռում էր դուրս, ամբողջ իր ուժով ու զորությամբ։ Գոռում էր Հիսուսի անունը օգտագործում ու գոռում էր դուրս։ Բայց գիտես դևը ոչ բան ոչ ոչ տերում էր ոչ լսում էր իրան։ Գիտեք այդ մարմնի ուժն ու զորությունը հոգևոր դաշտում չի գործում, ասեմ ձեզ իմանաք։ Որովհետև դու քո բարձր գոռալով կամ քո չգիտեմ մկաներով կամ ինչ-որ բանով դու չես կարող հոգևոր կյանքի մեջ իրավիճակներ փոխել։ Բայց գիտեք շատ անգամ կոպիա է լինում եւ մարդը մտածում է որ ինքն էլ է հոգևոր, որովհետև կոպիա սես բան անում։ Գիտեք մի աստծոյալ կա, որ շատ անգամ նայել եմ իր ծառայությունները, ինքը դե ամերիկացի է եւ ոնց որ այդ անգլերենում, երբ որ ոնց որ թե չեն ասում կամ ինչ-որ նման մի բառ է, չէ, նշանակում է հպում, չէ։ Ու գիտեք ինչ ամեն հետաքրքիր, որ մի հատ ուրիշ մեկը, մի ուրիշ նախկին սովետական միության երկրներից մեկում այդ նույն բառը կանգնում էր ու օգտագործում էր։ Գիտես ու մտածում ես որ հա ինչ ալնելու էլի։ Գիտեք կրկնօրինակելով ոչ մի բան չի ստացվում։ Որտեվ խոսքը էսպիսին է, ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ մոկով է։ Գիտեք շատ անգամ մարդը գիտեք ինչ անում, իր մարմնի ուժը, զորությունը, ինքը մտածում է որ ես ասենց անեմ, սենց կստացվի։ Ու մարդը գիտեք ինքը այդ մարմնավոր վիճակից ոչ մի անգամ չի տեղափոխվում հոգևոր վիճակի։ Բայց ինչ գիտեք ամենակարևորը որն է։ Որ իրականում մենք հոգով շարժվենք։ Ու գիտեք շատերը որ նմանակում են ձախողվում են։ Շատերը նմանակելով ձախողվում են։ Հով ասեց Սուրբ Հոգին sense բան ասե։ Մեկ անգամ միտեղ էի հավաքված էին տարբեր մարդիկ եւ խոսակցության ընթացքում եք ասում ես անընդհատ Սուրբ Հոգուն լսում եմ, ասում շատ լավ ես անում, այսօր կարող ես Սուրբ Հոգին քեզ ինչ ասեց։ Լուր, ձեն չկա։ Գիտեք, ասելով չի։ Ասելով չի։ Եվ որ Սուրբ Հոգին ասում է, ինչ որ բան դու հոգով շարժվում ես, ինքը շարունակություն էլ է տալիս եւ պտուղն էլ է երևում։ Ու շատ անգամ ինչ են անում, շատ քրիստոնյաներ ինչ են անում։ Իրենք տրվելով մարմնին, տրվելով խոսքի օրինակի մեր ներսի մարդու էմոցիաներին, իրենք մտածում իրենք հոգով շարժվում են։ Բայց գիտեք, առաջին հնարավորության դեպքում այնպես կարան բամբասեն ու այնպես կարան իր ատելությամբ sense խոսքեր շփացնեն։ Ու մտածում ես, բա դու ասում ես հոգով շարժվող մարդ եմ։ Միթե հոգին ասում, որ դու հիմա տենց ես անում։ Միթե հոգին ասում, որ դու տենց ատելություն ես ցուցաբերում։ Միթե հոգին անում, որ դու չես կարողանում որևիցե մեկին ներես։ Միթե հոգին է դա քեզ առաջնորդում, որ քո ընտանիքը քայքայես։ Միթե հոգին է քեզ առաջնորդում, որ կնգատ ամբողջ օրը ծեծես։ Միթե հոգին է քեզ առաջնորդում, որ ստեղծես իրավիճակ, որ ամուսինդ ուներից դուրս գա։ Միթե դա հոգին է առաջնորդում։ Բայց գիտեք մարդը ոնց է մտածում։ Ես հոգով եմ շարժվում։ Ու մեկ էլ նես բաներ անում, որ սաղ ընտանիքը քայքայվում։ Հոգով է շարժվում մարդը, բայց ինչ հոգով։ Այսի հարց առաջանում։ Հարց առաջանում։ Ինչ հոգով։ Երբ որ մենք զորության Տիրոջ հոգով ենք շարժվում, իրավիճակները փոխվում են։ Հավատացեք, սելի եկեղեցիկ ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, ոչ մի դիվական զորություն, ոչ քո մարմնի չափսերից, ոչ քո ձենի բարձրությունից, ոչ քո մազերի գույնից, ոչ քո աչքերի գույնից, ոչ քո տարիքից չի վախենում։ Գիտեք ինչից է վախենում։ Այն օծությունից ու այն հոգուց ու այն զորությունից, որը որ քո վրա է, որը որ քո մեջն է։ Այդ դրանից է վախենում։ Գիտես, երբ որ Հիսուսը հանդիպում է մեկին, ասում է, ժամանակից շուտ եկար, ժամանակից շուտ եկար մեզ տանջելու։ Ասեց, ռադներդ քաշեկին բառերով եմ ասում։ Ասեց, կլինի այդան գոնե խոզերի մեջ էլի, գոնե էլի։
Ասես լավ գնացեք։ Հասկանում եք, հոգին, Սուրբ հոգին, այնքան չի որ գնա խոզերի մեջ։ Ինքը Աստծո հոգին է, որ քո մեջ է, եւ ինքը ուզում է որ դու այդ ամենը գնահատես ու հասկանաս։ Իսկ դեպը պատրաստ է վազելու ամենեն վատ անարգված կենտանու մեջ, որտեղ Վրաստանում ամենաանարգված կենտանը խոզերն էին։ Եվ որ դուք այս ստանդարտը նայում եք, հասկանում եք, որ ոչ քո ուժով է, ոչ էլ քո զորությամբ է։ Քո ուժով ու քո զորությամբ չի։ Գիտես, քո ուժով, քո զորությամբ կարող ես ընտիր թխված թխել։ Համով ճաշեպել։ Քո ուժով ու զորությամբ կարող ես լավ քախան անել։ Բայց կարող ես ասել բայց քո ուժով ու զորությամբ չես կարող աղոթես, որ մեկի ոտքը ուղղվի։ Քո ուժով ու զորությամբ չես կարող աղոթել, որ կույրի աշկերը վերականգնվեն։ Քո ուժով ու զորությամբ չես կարող աղոթես, որ մեկի ճնշումը բարձրացել է։ Ցերե դրես այդ մարդու վրա աղոթես, մեկ էլ մի 5-10 րոպե տոս մուլուս ես լավ եմ զգում։ Կարամ հելեմ գործանը։ Մեկ քո ուժով ու զորությամբ չես կարող։ Բայց հոգով դու կարող ես։ Հոգով կարող ես։ Գիտեք, ինչքանով ես դու հոգով շարժվում, սա ամենակարևոր վիճակն է։ Քրիստոնյայի համար ամենակարևոր բանը նա է, որ դու ինչքանով ես հոգով շարժվում։ Գիտես, դու կարող ես մտել աղոթքի մեջ 6 ժամ, 8 ժամ, 10 ժամ, բայց ես ընդհանրապես հոգով չշփվես։ Ու Սուրբ Հոգին գուցե ես կանգնած նայում ես պրծար։ Պրծար։ Կարաս ինձ լսես։ Սո գնում եմ մարտի դաշտ, բայց ես մեզ քեզ չեմ ուղարկում մարտի դաշտ։ Ես քեզ ուղարկում եմ Վալոդենս դաշտը, այնտեղ խոտկա հավաքելու։ Չէ, ես գնում եմ մարտի դաշտ։ Ես քեզ ուղարկում եմ Վալոդենս դաշտ։ Լավ, որ ուղարկում ես կգնամ։ Գնաս ինձ լսի։ Եկել եմ քեզ օգնելու։ Եկել եմ ես Վալոդը ծնկի ա գալի դաշտի մեջ ու լացում ա։ Ասում ես Վալոդ ջան, քեզ ինչ եղավ։ Ասում ես քիչ առաջ գոռում եմ, ասում եմ Աստված, եթե դու իրական ես ու կաս, թող մեկը գա ու ասես եկել եմ քեզ օգնելու։ Ասում ես Տեր, այդքան կարա ես հոգուն լսեի ու գնայի ու մարդու կյանքը փրկվեր։ Հետո էլ դու ես ծնկի գալի, դու ես սկսում լացել, որ լսել ես հոգուն։ Գիտեք, ինչքանով ենք ճանաչում Սուրբ Հոգուն, ինչքանով ենք լսում իրական նրա ձայնը, ինչքանով ենք նրա հետ շարժվում ու ապրում։ Չէ՞ որ խոսք ասում է, ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ իմ հոգով։ Եթե դու դեռ 3 տարի, 1 տարի, 2 տարի եկեղեցում ես ու հələ հիշում ես, որ 52 թվին դպրոցում դասի ժամանակ քո դասընկերը մազերդ քաշել է ու միջև հիմա չես կարողանում իրան ներես, ինչ հոգու մասին է խոսքը։ Ինչ հոգու մասին է խոսքը։ Իսկ մի քիչ հումորով ասեցի, գիտեք ինչ, որտեղ մեկ օր մի ազնվորություն էստեղ եկեղեցում էր, ու ասում է, այ այս պատի տակ իմ մանկապարտեզի ժամանակ եղած իմ կռավատներ դրած ես այստեղ քնել եմ։ Ու իմ համար դա այնքան մեծ վկայություն էր, որ մարդը արդեն բավական մեծ ասակ մարդ է, եկել է այստեղ ու ասում է, այստեղ իմ կռավատներ դրած ես այստեղ քնել եմ մանկապարտեզում, որտեղ է շենքը, որ մենք վերցրեցինք ինչ որ ժամանակ առաջ եղել է մանկապարտեզ։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Ինչքանով ես դու հոգով շարժվում։ Նայեք։ Մեր մարմինը միշտ հոգուն հակառակ է։ Մարմինը իր ցանկություններն առաջ տանում։ Մարմինը իր պահանջներն առաջ տանում։ Բայց գիտես հոգին քեզ բոլորովին ուրիշ տեղ է ուզում տանի։ Հոգին քեզ տանում է Տիրոջ հետ մեկանալու, իր հետ ավելի ձուլվելու, հաղորդակցվելու։ Ու դուք պատկերացնում եք, դուք ունեք ամենակարող Աստծուն ձեր մեջ։ Ու ամեն ժամանակ ինքը քեզ առաջնորդում է։ Բայց երբ որ դու չես լսում իրեն, ես այդպես չեմ ուզում։
Ես սենց եմ ուզում։ Այդ դեպքում քո կյանքում շատ բան կարող են ուղղակի ձախողվել, որովհետև հոգևոր բաները առանց Սուրբ Հոգու դու չես կարող հաջողության հասնել։ Դու գուցե օրինակ հիմար ֆունդամենտը փորես, հա, հիմքը փորես, այդ հիմքից երկու արգանի տուն սարքես իր ամեն ինչով։ Ամեն բան կարող ես անել։ Բայց գիտես դու չես կարող առանց Սուրբ Հոգու գնալ օրինակի համար Արտենի, գնալ Թալին, գնալ օրինակի համար մի որևիցե քաղաք կամ գյուղ ու տնային եկեղեցի սկսել։ Դու չես կարող։ Առանց Սուրբ Հոգու դու չես կարող։ Որովհետև դա հոգևոր կառույց է։ Իսկ հոգևոր կառույցը պետք է հոգևոր լինի, հոգով լինի։ Ֆիզիկապես դու չես կարող գնաս ես ուրեմն լսեք եկել եմ ձեր գյուղ, սրանց դու սաղը գաք հավաքվեք ինձի լսեք, ասի դու ով ես։ Բա, չգիտեք ես ով եմ։ Ես մեծն ու կարաս քո անունը դնես ես իշն եմ։ Գիտեք նայեք քեզ կասեն ես հերթական խելարն եկեք ժողովուրդ գնացինք։ Բայց գիտեք ամեն հետաքրքիրը որն է։ Տերը քեզ տանում է այդ գյուղ ու քեզ հանդիպացնում է մեկին, որը որ ամենաերևելներից մեկն է։ Ու դաղոթում ես իր համար։ Ու ինքը հրաշքով բժշկվում է, ու ինքը ամբողջ գյուղին պատմում է։ Բացեք Գործ Առաքելոցը, կարդացեք Մելիտոսը կղզու այդ ղեկավարին, թե Աստված ոնց բժշկեց ու բոլորի կարծիքը ոնց փոխվեց Պողոսի նկատմամբ։ Ինչքանով ենք մենք հոգով շարժվում։ Մենք քրիստոնյա ենք մեզ համարում, մենք եկեղեցու անդամ ենք համարում, ծառայող ենք համարում։ Ուզում եմ մտածես վերջի անգամ, երբ է Սուրբ Հոգին քեզ հետ խոսել։ Հոջանը ժամանակ չունեմ, առողջ ուտելում գնում եմ աշխատանքի, գնում եմ դասի, գնում եմ տուն, գալիս եմ ճաշ եմ եփում, ես եմ անում, մեն եմ անում, ես ժամանակ ունեմ լսելու Հոգուն։ Բայց դեպքում որ դու մարմնով շարժում ես, ինչ հոգևոր բաներ ես ուզում, եկեք մի տեղ նայենք։ Հռոմեացիների թուղթ 8-րդ գլուխ 14 խոսքն եմ ուզում կարդալ։ Մեկ ինչ ասում Տիրոջ խոսքը, որովհետև նրանք, որ Աստծո հոգովը առաջնորդվում են, լսում եք, նրանք, ովքեր որ Աստծո հոգովը առաջնորդվում են, նրանք Աստծո որդիներն են։ Դուք հասկանում եք ինչ ասում։ Եթե դու Աստծո հոգով չես շարժվում, քո մարմնի ուժով ու զորությամբ ես շարժվում, գիտեք, այս խոսքը քեզ մտածելու բան պիտի տա։ Դուք ասես, ես Աստծո զավակ եմ, ես Աստծո աղջիկն եմ, ես Աստծո տղան եմ, որովհետև 25 տարի առաջ ես ասել եմ Հիսուս դու իմ Տերն ու Փրկիչն ես։ Շատ լավ։ Շատ լավ։ Այս խոսքը ասում է ովքեր որ առաջնորդվում են հոգով, Աստծո հոգով, նրանք Աստծո զավակներն են։ Հիմա մտածի, կամ են մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, մտածեք, ինչքանով եք դուք առաջնորդվում Աստծո հոգով, ինչքանով եք դուք շարժվում հոգով, և ոչ թե ձեր մարմնի զորությամբ ու ուժով։ Գիտեք շատ անգամ մարդու խելքին ինչ փչում հետի անում է, ու ինքը մտածում են Սուրբ Հոգին ասեց։ Գնում ձախողվում հետա գալի ասում է, փաստորեն այս անգամ ես սխալվեցի, լսեք, ավելի լավ չի, խոնարհվես, փնտրես իր երեսը, իր հետ դառնաս մեկ։ Ովքեր որ Աստծո հոգով շարժվում են, նրանք Աստծո որդիներ են։ Հով ջան, ես Աստծո հոգով եմ շարժվում։ Բայց գիտես ինչ ես անում։ Կներեք ես բառը մար, թքածուն ես աղի վրա։ Իմ համար ես ապրում եմ վերջ։ Սուրբ Հոգին քեզ ասում է, գիտես կա աղոթես մարդկանց համար որ փրկվեն, այս հավես ունեմ թող իրանք իրաց համար աղոթեն։ Ու գիտեք դա նաև լինում է ծառայողների շրջանում։ Ասում ես այս մարդուց տեղյակ ես, չէ, այս բանից խաբար ես, չէ, սրանից գիտես, չէ, այս չէ, ասում ես
Այդ դեպքում դու ո՞նց ես ապրում։ Այդ դեպքում ո՞նց ես ապրում։ Խոսքը ասում է, նրանք Աստծո հոգով առաջնորդվում են։ Աստծո որդիները։ Գիտեք մի բան ասեմ, կամ են մարդիկ ովքեր թեկուզ մեզ կլսեն, քարոզներ լսելով եկեղեցի գնալ, գալով, գիտես, այդ հաշվով շատ բաներ չի փոխվում։ Բայց եթե որ դու Աստծո հոգով ես ապրում, այդ ժամանակ շատ բան փոխվում է։ Հիմա նայեք, քո ավակը, քո հովիվը, ինքը մի հոգի է։ Եթե դու նայեն խմբակի ավակն է, քո, գիտես խմբակում եթե 8 հոգի են, 10 հոգի են, 20 հոգի են, ինքը մի հոգի է։ Ինքը չի կարող այդ նույն միաժամանակահատվածում 20 հոգու կամ 15 հոգու հետ կողքի քայլի։ Բայց գիտեք Սուրբ Հոգին միաժամանակ կարող է հազարավորներ քայլել։ Հիմա դու կարիք ունես իրականում ամենակարող Աստծո հոգուն քո ներսում ունենալու ու իր հետ ապրելու։ Իրանով առաջնորդվելու, խելքիդ փչացը չանելու։ Վերջ, այսօր ուզում եմ ես բան անեմ։ Ասում ես շատ լավ։ Արդյոք Աստծուց խոսք ունես։ Ես գնում եմ ես բան անելու, կամ ես բանը, գիտես ուզում եմ ես ծառայություն անեմ։ Ասում ես լսեք։ Շատ լավ է, գնա սկսի անել։ Եթե հոգին է քեզ ասել արա, եւ պտուղը կերևա։ Եթե դու ցախողում ես, ուրեմն հասկացած եղի, որ դու հոգուն չես լսում։ Քո էմոցիաներն են, քո մարմնի ուժն ու զորությունը քեզ բրտում դա անելու, որտեվ չի կարա Սուրբ Հոգին քեզ տանի այդ բանը անելու, ու դու պտուղ չունենաս, ու դատարկ հետ վերադառնաս։ Դատարկ հետ վերադառնաս։ Որովհետև եթե հոգով չես շարժվում, շատ բաների մեջ ցախողվելու ես։ Պարզապես։ Հիմա կասես Հովիվ ջան, ես գնում եմ դաշտ աշխատելու։ Այդ ինչքան է ինձ Սուրբ Հոգին պետք, որ ես ամեն օր իր հետ լինեմ, ասեմ քեզ առավել ավելի շատ է պետք։ Որտեղ դու կարող ես դաշտում քախան անել, եւ Սուրբ Հոգին քեզ դենց հայտնություններ տա։ Ու այդ բանը քեզ ասի գիտես չկա, աղոթի Վարդուշի համար։ Սկսում ես լեզներով աղոթել։ Մեկ էլ դու զանգում ես Իրիգունը Վարդուշին, Վարդուշ, այս ժամին ինչ էր քո այդ կատարվում։ Վայ, աղջասմա չգիտես ինչ էր կատարվում։ Դաշտում աշխատում էի, ձեռս տարավոր քախանանի միած սևոց, ձեռիս վերովը անցավ գնաց։ Ասում է երարսկեր, ասում է դի որ ժամն էր։ Ասում է օրինակ եմա ժամը 2:15 էր։ Աղջի ասում է դու չես պատկերացնում։ Ես էլ այն մի դաշտում էի քախանանեմ։ Մեկ էլ Սուրբ Հոգին ասեց աղոթի Վարդուշի համար, ես էլ սկսի աղոթել։ Ասում է փաստորեն Տերը ինձ աղոթել տվեց, որպեսզի այդ օծը քեզ չգծեր։ Ասում ես լուրջ ես ասում, ահա։ Լսի, դու այդ ինչ Աստված ունես։ Ես այդ Աստծուն ուզում եմ ես էլ ունենամ, որ ամեն ժամանակ իմ հետ խոսա, ու ես իմանամ, որը որից հետոն է։ Նրանք են Աստծո որդիները, ովքեր որ հոգով առաջնորդվում են։ Ու դու մտածում ես հիմա Հովիվ ջան, այդ մի բանից հետո ուրեմն դարձա Աստծո որդի, այդ մեկը չետո այն մյուսնա գալետո, այն մյուսնա գալետո, այն մյուսը, ու մեկ էլ մի օր հասկանում ես, որ դու Սուրբ Հոգեդ այնքան մտերիմ ընկեր ես, ու հասկանում ես, որ երկու մարմնի զորությամբ ուժով դու ոչ մի բան չես անում։ Չես դնում ժամերով մեկի գլխին ու աղոթում ասում լավ չընկավ կանիմաց ոտս դրեմ տակը մի չես ընծրում տենամ կընկնի որ ցույց տամ որ տեսեք ինչ հոգով որ մարդ եմ ես զորություն ելավ ինքն գա արև ձեզ հո մանկապարտեզ չենք եկե կամ կարգուկանու ծառայողին աշխով ես անում ասում լսի չի ինքն մի հատ ոտի տակին տուր ես էլ մի քիչ կբրդեմ ահա տեսակ Շոյ դպրոշից հա այս մեկն էլ որ չնկավ ուրեմն անհավատ է կանի սա ոնց անեն գիտեք որ շոյ դպրոցը ոչ էլ մի բան է որ պարտադիր չի որ դու հայտնվես գետին կամ չհայտնվես չգիտեմ դա բաներ կա որ դա մեր գործը չի դա է հոգու գործն է
Իմ համար կարևոր մի բան է վերջինը, արդյունքը։ Միտեղ կանգնած ես, թե նստած ես, թե ընկած ես, թե ապարում ես, ինչ ես անում, կարևոր վերջն է, արդյունքն է։ Հիվանդ ես, բժշկված ես, կապվածություններ արձակված ես։ Խնդիրները լուծված են։ Եկել է երկնքից խոսքը քո կյանքը փոխելու, կարևորն է դա։ Հա, մեկ անգամ մեկ աղոթեց ինձ մարգարեական խոսքը, հələ տենամ կատարվելու է թե չէ։ Այդամ ավելի շատ մեղ գործեմ տենամ կատարվելու է թե չէ, սա ճիշտ ես ասում, գնա կախրած ինձ պետքա որ դաշտից դուրս գաս։ Մտնես իմ դաշտ։ Հենց մտնում ես իր դաշտ, մեկ էլ վնդոցը թելնում է։ Եկել Էն տեսել եք ոնց են մեկ կենթաները վախից փախնում։ Բացեք կենթանական աշխարհը նայեք ու կտեսնեք, երբ որ առյուծը կամ վագը ռնգնում են եղնիկի նման մի ուրիշ տեսակ կենթանի կա, չգիտեմ, սենց ոնց է քարերի վրայով սենց վազում։ Ոսմից մեկ նայում, գիտեք ինչն է ինձ ապշեցնում, Աստծո ստեղծագործությունը։ Ես հիանում եմ։ Այս սենց ուղիղ ժայռի վրա, ես չգիտեմ այդ կենթաներանը չեմ կարող ասեմ։ Եղնիկի վեց սենց կենթանիներ կան, անենց են քայլում, ասես ոսկե մենք գեդի վրա դե ուղիղ չեն կարող քայլենք, ես մարդ, ես կենթանից թե քայլում են։ Այդ ամենը Տերը ստեղծել է։ Դա թեմայից մի քիչ դուրս։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը Հռոմեացիս 8:9-ում։ Բայց դուք մարմնով չեք, հապա հոգով։ Եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակված է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չի։ Նա նրանը չի։ Գիտեք, երբեք Քրիստոսի հոգին չի ասում միջև ատամների ծերը ատելությամբ ապրի։ Երբեք Քրիստոսի հոգին չի ասում քրոջդ հետ սաղորը թուրու թվանք եղի։ Երբեք հոգին չի ասում, երբ որ դու նայում ես քրոջդ, իա, այս ակնոցից վերևով ես ինձ նայում, չգիտես որ ես սով եմ։ Գիտես թե չեմ ասում հոգին քեզ։ Հոգին այդպես քեզ չի ասում։ Որովհետև Աստվածաշունչը խոսում է, որ Աստված սեր է։ Ամեն։ Իսկ Սուրբ Հոգին Աստծո երրորդ անձնավորությունն է, որը որ քո մեջն է։ Գիտես Սուրբ Հոգին քեզ երբեք չի ասում ծույլ պտտվիր։ Առավոտ արտանում ես ոչինչ մի արա։ Անկողինդ էլ մի հավաքիր։ Հետո կգաս տուն կտեսնես իրան հավաքված։ Գալիս ես, յո, իրան հավաքվել էր։ Խեղճ մամա։ Առավոտ ելնում ես իր անկողին հավաքում, նրան, ինքն էլ գալի տենում իր անկողին հավաքվել է, տեսակ ինչ հրաշք եղավ։ Ես առավոտը հելատնից գնացի անկողինս չհավաքած, կացա հավաքվել էր։ Ես մեկա չեմ աշխատում, բայց գալիս եմ սառնորը բացում, տեսնում եմ կերակուրը պատրաստի դրած է։ Ես հավատքով եմ ապրում։ Մեր ասում եմ լուրջ ես ասում։ Լավ։ Բաղվանից կտեսնեմ ինչքանով ես հավատքով ապրում։ Մաման առոտել ինքնաշուտ գնում գործի։ Գալիս ես տեսնում ես անկողինդ ոնց կա տենց։ Գնում ես սառնորը բացում ես ոչ մի բան չկա սարկած։ Յա այս հավատքս փչացել է։ Հավատքը չի փչացել, ուղղակի ծուլությունը ավելի շատացել։ Սկսի հոգով վառվել, ջերմերան դինել, ծուլությունը կողքի տնել։ Առավոտ կանող վազել Տիրոջ սրանները, այդ դեպքում անկողինը էլ կհավաքես, կերակուրը էլ կհասցնես պատրաստել։ Ասում եմ դուք մարմնով չեք, հապա հոգով։ Եթե Աստծո հոգին ձեր մեջն է։ Գիտեք, երբ որ Աստծո հոգին քո մեջն է, դու մարմնավոր բաները, քո մարմնի ուժը, զորությունը, գիտես, մենակ քո աշխատանքի մեջ, դաշտ գնալու, մեքենա վարելու, մնացած գործերի մեջ շատ անհրաժեշտ է։ Բայց հոգևոր դաշտի մեջ դու հասկանում ես, որ Սուրբ Հոգին անում։ Ամեն։ Դու ստեղ ես։ Գիտեք, մենք ավելի Սուրբ Հոգուն ճանաչելու եւ իրանով ապրելու կարիք ունենք։ Չէ՞ որ մենք այս տարի հռչակել ենք Տիրոջ ճանաչելու տարի։ Չեմ ասում ձեռք բարձրացնես, ուզում եմ մտածես։ Եթե դու օրը մի քանի ժամ սոցցանցերում ուղղակի թրև ես գալիս եւ ալարում ես բացել Աստվածաշունչը ու կարդալ, հետո դու ժամերով թրև ես գալիս սոցցանցերում,
Բայց ժամանակ չունես 5 րոպե ծունկդ գետին խփելու, տիրոջը աղոթելու, բարեխոսելու կամ փառաբանելու իրեն։ Բայց հենց գալիս ես եկեղեցի մոտ տկեցված ես ընդունում։ Ես եկել եմ մեծն Փարսադարի տղա Մուրադս ու պետք է բոլորդ ինձ լսեք։ Գիտես, այդ ամենը շոու սատանաս ճիշտ է, շարունակի։ Քանիստ եք թատրոն գնացել։ Ինչ լավ է, փառք Աստծուն։ Ես շատ ուրախ եմ, որ դուք արվեստի հետ կապ ունեք։ Հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ առաջ, մեր թվարկությունից առաջ չէ, մի ժամանակ առաջ, այն կուլիսների հետևում մարդիկ կան կանգնած, որոնք որ տեքստը ձեռը պատրաստ կանգնած են, որ պայն որ հանգարցակի դերասանը պայտակ մորան ինքը մի անգամ է հուշում է։ Հանդիսատեսը սկի չէ էլ իմանում, որ մարդկա որ սրտատրոպ սպասում է։ Գիտես շատ անգամ սատանան այդ այնց կուլիսների հետևում սպասում է եւ դու կմտնես դերի մեջ, որ ինքը քեզ լուծի դու ինչ անես։ Դերի մեջ։ Ոչ թե իրական կերպարի մեջ, այլ դերի մեջ։ Ուղղակի շատ մարդիկ քրիստոնյայի դերն են տանում։ Ու դուրս են գալի փողոց, այդ դիմականում դնում են ջեբը, իրանց իրական դիմակով քայլում են, հետո էլ որ դու հանդիպում ես մարդկանց, քեզ այս բառը օգտագործեմ, բայց հավեսա, բայց տեղին չի, բայց տեղին է։ Շշում են քեզ։ Բայց մարդիկ որ գալիս են եկեղեցի, խես են ապրում, ասում են դարես մարդուն բացատրի։ Գիտես, հոգով չի այդ մարդը։ Դերի մեջ է։ Իսկ դերը։ Գիտեք, մի ժամանակ մի հատ վատ կինո կար, չեմ ուզում խոսեմ վերնագիրը, հանցավոր կյանքն էր գովազդում, եւ այդ գլխավոր հերոսը մարդիկ կային, որ հետո շփվել ասում են մնացել էր դերի տակ։ Դերից դուրս արդեն ինքը նույն ձևով էր խոսում, նույն ձևով իրան պահում, ասում է դու կինոյում ես այդ տղեն։ Կինոյից դուրս դու այդ տղեն չես էլ արդեն։ Բայց ինքը մնացել էր դերի տակ, շատ անգամ գիտեք քրիստոնյաները մնում են դերի տակ։ Լավ դեր են խաղում եկեղեցում ու մնում են այդ դերի տակ։ Գիտեք ես ինչ եմ տեսել։ Ասատագրման ծառայությունների ժամանակ նաև տեսել եմ դերասան քրիստոնյաների։ Ոնց են դեր տանում, որ իրանք ազատագրվում են։ Ունեմ ես լուրջ ես ասում։ Գիտեք, ամեն բան հոգևոր կյանքում հանդիպում ես։ Ամեն բան։ Դրա համար խոսքը ասում է ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ իմ հոգով։ Երբ որ դու հոգով ես շարժվում, գիտեք, ես վերջի աղոթքին մի ազնվորություն եկել, որին առաջի անգամ մենք տեսնում։ Գուցե իրանք համացանցով մեզ տեսել են, չգիտեմ։ Ու երբ որ իր համար աղոթում ենք, հոգին ասեց, որ այս չեմ կարող ասել ինչ, այս իրավիճակներն են։ Ու երբ որ ես սկսեցի դրա համար աղոթել, վերջում այդ կինը ինձ սենց անում, դու որտեղից գիտեիր։ Ասեմ ճիշտն ասած, ես ոչ մի բան չգիտեմ։ Բայց կա մեկը, որ ամեն բան գիտի։ Ամեն բան գիտենք։ Ասում դու որտեղից գիտես, որ իմ կյանքում էս կա, ասում ես չգիտեմ։ Բայց կա մեկը, որ ամեն բան գիտի։ Ինքը գիտի քո կյանքում ինչ կա։ Ծառայողից մի բան է պահանջվում։ Հոգով շարժվել։ Հոգով շարժվել։ Պարզապես հոգով շարժվել։ Խնդրեմ գաք նվագեք էլի։ Գիտեք շատ անգամ մենք մոտիկացնում ենք, նմանացնում ենք, բայց գիտեք դա իրականությունը չի։ Ոնց եք մտածում, ոնց են մարդիկ հայտնվում կրոնի մեջ։ Այդ նմանացնելով։ Ինձ Սուրբ Հոգին սենց ասեց։ Ոնց որ մեկ անգամ լսում եմ մի հետաքրքիր պատմություն, դա մի քիչ հումորային է։ Մեկը մեկի համար աղոթում ասում է. Տեր ասում է, ինչպես որ Աբրահամի ձեռով ծովը բացեցի, մեկ էլ կողից մեկը շորը քաշ մտի, Աբրահամը չէր, Մովսեսն էր։ Եկեսս կանգնում է մի հատ ուրիշ տեսք ընդունում ասում է. Տեր ասում է, կներեք, շփոթվեցի, Մովսեսը։ Դուք հասկանում եք մարդկանց
Չափ արդեն։ Դեր ասում եք կներեք շփոթվեցի։ Այ բալամ։ Փոխանակ խոնարհվես ապաշխարես, որ դու սուտ մարգարե ես։ Քո եսը պայելով ցույց ես տալի, որ Աստված ասում եք կներեք, ես սխալվեցի։ Գիտեք Աստված երբեք չի սխալվում։ Բայց որ դու հոգով շարժվում ես, դու մարմնի բաները չես մտածում, դու մարմնի գործերը չես մտածում, սկսում ես ապրել հոգով։ Պատկերացեք հավիտենության մեջ, դու վերափոխված մարմնով, փառաբանելու ես Տիրոջը։ Ու երկնքից նայելով սանուդայիտ ես են ավտոց։ Այդքան տանջով, այդքան խապեցի մարդկանց այդ ավտոն առա, որ վայելեի առապրծա մյուսօր եկա երկինք։ Նայում ես ոսում ես Միկասես ոնց գնացի երկինք խապելով։ Այն վերջի պահին, որ ռեշտակը գերանդիով եկել էր, սա մի քիչ հումորով եմ ասում։ Հասցրիր ապաշխարել են խաչի վրայի ավազակի պես մեղքերդ խոստովանեցիր։ Ասիր խոստանում եմ էլ չեմ անի, թող մնամ, ասես չէ, ուրեմն որ կակրս քանի հիմա սրբվել ես, տանեմ քեզ, թե չէ նույն բանը անելու ես։ Գիտեք 12 թիվն էր, հայրիկս քաղցկեղով հիվանդացել էր։ Գիտեք, ամբողջ եկեղեցուն ես խնդրել է, որ աղոթեն, որ հայրիկս ապաշխարեր։ Ասում եմ, ոչ, չես ուզում բժշկվի։ Ասում լսեք, հայրս ցանկություն ունի, հակում ունի Քրիստի։ Գիտեք, եթե ինքը բժշկվեց, ինքը շարունակելու է նորից խմել, շարունակելու է նորից իր կյանքը ապրել, հետո դժոխք է գնալու։ Բայց հիմա ինքը կարա երկինք գնա։ Չէ՞ որ մեր տունը հավիտենականությունն է, երկինքն է։ Գիտեք, ամենափառավորը որը ննջելուց 10 օր առաջ ինքը ապաշխարեց։ Հիսուսին ընդունեց իր կյանքի Տեր ու Փրկիչ։ Դա իմ հայրն էր, որ ասում էր, երբ որ մեռնեմ, ինձ կտանեք գցեք ու բորնին։ Ինքը այդքան չէր հավատում։ Բայց 10 օր առաջ իր ննջելուց խոստովանեց Աստծուն իր մեղքերը։ Մենք երբ որ եկա Մոսկվայից, ասենց իրավիճակս գնանք տեսնենք պապային։ Գնացինք, ով աղոթեց հորս համար։ Դու գիտեք, իմ ամբողջ բարեկամությունը հավաքված էր, դա ամենալավ ժամանակն էր, որ սկսեցինք խոսել Աստծոց։ Դա շատերի կյանքի մեջ շատ բան փոխվեց։ Հետո հայրը սկսեց այնպիսի բաներ անել, որ երբեք չէր արել։ Ասում գոր, այս պապան ուզում է գնաս, չէ՞ էլ ժամանակը չի, ինքը հարցեր ունի լուծելու։ Գիտեք, դրանից 3 օր հետո հայրս ինձ ննջեց։ Քաղցկեղով հիվանդ մարդիկ այնպիսի ցավեր ու տառապանքներ ունեն, ես այդ գիշեր իր մոտ էի։ Առավոտ եղբորս ասի, պապան գիշերը տնտնգում էր։ Մենք հատուկ ապտեկայից համարակալած դեղեր ունեին։ Ասի առավոտ կսրսկեք պապային, չտանջվի։ Եկել օրվա կեսն էր եղբայրը զանգեցից պապան գնաց։ Ու գիտեք, հայրը հորս ննջել է, բոլորը խոսում էին, Աստծուն փառավորեց։ Ժորան Աստծուն ընդունեց գնաց տուն։ Գիտեք, մի ման կարող ես նայել ու ասել, ինչա դու ուրախանում ես։ Ես ուրախանում եմ, որ հայրս երկնքում է, դժոխքում չի։ Գիտեք, մի ապրեք մարմնի զորությամբ ուժով, որ դու դժոխք գնաք։ Գիտեք, մի ապրեք շոուով, որ դու դժոխք գնաք։ Մի ներկա գտնվեք եկեղեցում, բայց ընդհանրապես Աստծո հետ կապ չունենալով, որ վերջում հայտնվեք կրակի ծածումբի լճի մեջ ու ասեք, մենք հիշում ես Տերես ինչ օրը եկեղեցում էինք։ Այդ հովներ սենց բաներ քարոզում։ Գիտեք, ընդհանրապես կապ չունի։ Տիրոջ խոսքը ասում է. նրանք, ովքեր որ հոգով են առաջնորդվում։ Գիտեք, այնքան կարևոր է մեզ համար երկինքը։ Երկու տեղ էլ կարակ ուզում եմ կարդամ, այսօր հաղորդություն ենք ունենալու։ Հաջորդ շաբաթ Զատկի տոնն է եւ մենք շատ հրաշալի հյուրեր ունենք այստեղ, որոնք որ ծառայելու են մեզ։ Գաղատացիս 5-րդ գլուխ 16-17 խոսքն եմ կարդում։ Միայն թե սա եմ ասում, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը պիտի չկատարեք, որովհետեւ մարմինը ցանկանում է հոգու հակառակը եւ հոգին մարմնին հակառակ են։
որ չլինի թե որ ինչ որ ուզեք ենեք Գաղատացիս 5-րդ գլուխ 16-17 խոսքը ասում է չլինի ինչ որ ուզեք անեք Գիտեք շատ անգամ քրիստոնյաները ինչ մտերիմ փչում է դա անում են ու մտածում են մենք հոգուց ենք առաջնորդվում Գիտեք պտուղը հոգուց ես առաջնորդվում ես ողջունում եմ պտուղը ցույց է տալիս առաջնորդված կարգավիճակը ասում է ոչ թե ինչ որ ուզեք ենել անեք այսօր ուզում եմ այս տղային նամակ գրեմ կամ այս աղջկան նամակ գրեմ վաղը փոշմանել եմ այս մեկին եմ սիրո խոստովանություն անում չէ լավ փոշմանեցի նա ավելի լավին եմ գտես ավելի հարուստ է սրան սիրո խոստովանություն կանեմ ասում է չլինի որ ինչ ուզեք անեք հոգով շարժվեք Գիտեք շատ անգամ իմ կինը ստեղ նստած է ասում եմ դու ո՞նց համարձակվեցիր իմ հետ ամուսնանալու Կասեք դե հովի կնի ոչ չէ ասի բայց ժամանակ հովի նոր դուրս եկած բանտից մի երկու ամիս իրեք ոչ տուն ուներ ոչ տեղ ուներ ոչ գործ ուներ ոչ մի բան չուներ Իսկ հիմա ամեն ինչ հաշվարկա ու մեկ անգամ ասեց այն հոգին որ քո վրա էր այդ հոգին ինձ ոնց որ ստիպեց կամ սիրահարվեց կոպիտ ասած դրա վրա որ ուզեցա քո հետ ամուսնանալ եկեք հոգով շարժվենք եւ ինձ նորից եմ ուզում կարդալ միայն թե սա եմ ասում հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը պիտի չկատարեք գիտեք պահանջն ու ցանկությունը տարբեր բաներ են հոգով գնանք գիտեք սերն եկեք իրականում մեր կյանքում որոշում կայացնենք Ինչքանով եմ ուզում այսօր հոգով լցված լինել Ինչքանով եմ ուզում հոգով ապրեմ Ինչքանով երբ որ Սուրբ Հոգին մի բան ասում թեկուզ գիշերվա ժամը 3-ին ասում վեր կաց վարդուշ հիմար աղոթելու կվեր կենամ ծունկս կդնեմ անկողնուս մոտ ու կսկսեմ աղոթել Դեք ասում ով հավես ունեմ թող գնամ էլի գնա հովին զարթնացրա կամ իր օգնականների զարթնացրա Դες այնքան կարևոր է հոգով շարժվել Այնքան կարևոր է հոգով ապրել Գիտեք մենք գնում ենք մի հատ ավելի վատ ժամանակահատվածների որտեղ մարդիկ ես չգիտեմ իրականում դա ինչքան է թե չէ բայց արդեն շատ տեղերում նայում ես ռոլիկներ արդեն ռոբոտ են սարքում որ մարդուց չի տարբերվում ոչ մի բանով Ֆիլմեր ես նայում որ այդ ռոբոտները մի օր միավորվում են ու մարդկության դեմ են դուրս գալիս Բայց գիտեք այն մարդիկ ովքեր հոգով են շարժվում այդ ամեն ինչի մեջ այդ մարդիկ կառանձնանան Եվ ինչպես մեր ավակողը մեկ որ ասում էր Գալու ժամանակ այն եկեղեցիները մնան ովքեր որ երկնքի հետ կապ ունեն Երկնքի հետ Իսկ գիտեք երկնքի հետ մեզ կապող հոգին է Եթե մենք հոգով լցված չլինենք հոգով չշարժվենք աշխարհը կմատուցի մենք չենք էլ հասկանա ինչ ենք անում Մենք չենք էլ հասկանա ինչ ենք անում 25 խոսքը նույն 5-րդ գլխին այք ինչ ասում Հոգով ապրենք հոգու համեմատ քայլենք Հոգու համեմատ քայլենք Գիտեք հոգին երբեք քեզ չի ասում Կողերիդ նստածին բսկտի կամ ատի կամ չգիտեմ ինչ կամ նման բաներ Երբեք հոգին չի ասի, գիտես չկա Երբ որ հովստեղը սաղը քրիստոնյայի կերպարակ ընդուներ մեկ էլ են բաներ կանեն ֆանտազիա ֆիլմեր կան կոճակը սխմես մեկ էլ դեմքը այ հովստեղ ես լավ այս բոլորին սիրում եմ բոլորին քույր եղբայրներն են հենց հովը գնաց մեկ էլ փոխվում է ես քիչ առաջ խոսում եմ դերի մասին եկեք չդառնանք այդ դերասանները եկեղեցում եկեք իրականում հոգով ապրենք Եվ ոչ էլ սուպեր հոգևորի դեր տանենք այն աղջիկը որ երգում ուրեմն ինքը սուպեր հավատացյալ է որ ինքը երգում է ես ոնց կարամ երգեմ Իսկ գուցե Աստված քեզ կանչել էր որ դու իրականում
կծառայեիր ու կփառաբանեիր իրեն ու շատերը քո փառաբանության այդ երաժշտության ելևէջների տակ կբժշկվեին։ Հովիկ ջան, ինչ ես ասում, դες բան ոնց կարա լինի։ Իրականում կարող էր լինել։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, ինչքանով ենք հոգով ապրում։ Ինչքանով ենք հոգով ապրում։ Ինչքանով ենք հոգուն լսում։ Չէ որ խոսքը ասում է ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ իմ հոգով։ Իմ հոգով։ Խոսում է Տիրոջ հոգու մասին։ Ու դուք ամեն մեկը կարող եք լինել այն տաճարը, որի մեջ հոգին բնակված է ու փառավորված է։ Եվ դա քեզանից է կախված։ Երկրորդ Կորինթացիս 3:6 վերջի տեղն եմ կարդում եւ հետո մենք հաղորդություն կընդունենք իրար հետ։ Ասում է, որ մեզ հարմարացրեց նոր կտակարանի պաշտոնյաներ լինելու, ոչ թե գրի, հապա հոգին, որովհետև գիրը սպանում է, հոգին ապրեցնում է։ Ցանկացած մարմնավոր բան հոգևորը սպանում է։ Ցանկացած մարմնավոր բան հոգևորը սպանում է։ Բայց երբ որ դու հոգով ես ապրում, մարմնի գործերն ես սպանում։ Եվ այդ դեպքում ինչն ամենահետաքրքիր։ Երբ որ աշխարհիկ մարդիկ կմտնեն Աստծո տուն, դու կմոտենաս, կբարևես, կասես, կարամ ձեզ համար աղոթեմ։ Ասես ինչի համար։ Ասես ինձ Սուրբ Հոգին ցույց տվեց, որ դուք հիմա բժշկի մոտից գալիս եք եւ բժիշկը ձեզ համար վատ կանխորոշում անել։ Այն կոսի մեղվայ ասես, որ դες գիտի։ Ինձ Տերը ասեց։ Ու ասում որ ես կարամ հիմա քեզ բժշկեմ։ Ասի դու եկեղեցու հովիվն ես։ Չէ։ Սովորական ծառայող եմ կամ քրիստոնյա եմ։ Ուրեմն Աստված սրանց մեջ է։ Սրանք ինչպիսի մարդիկ են, որ հոգով են շարժվում։ Գիտեն հոգու բաները։ Կարդացեք Աստվածաշունչը։ Մենք ասես հովիվ, այս ինչ մեծ ու ֆանտաստիկ չէ, գիտեք, դա իմ երազանքն է, որ ամեն մեկը ապրեք հոգով, հոգու զորությամբ լցված։ Ամեն ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ Տիրոջ հոգով։ Եկեք հասկանանք, որ ամեն բան Տերն է անում։ Ո՞վ ենք մենք։ Քանից տկարած եք կամ հիվանդացել։ Ոմանք ոչ տկարանում են, ոչ հիվանդանում են։ Գիտես, երբ որ դու ջերմության մեջ պարկած ես, այդ քո մարմինը մենակ տնքում ասում է, կլինի մի հատ դեղ տա կամ կլինի իմ համար աղոթի որ լավանամ։ Դե հենց վազի։ Դե ինձ հրետորական բաներ արա։ Հասկանում եք։ Եթե Տերը քեզ օգտագործում է, որոնց դու պետք է թույլ տաս, որ հոգին քո մեջ շարժվի։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, պարզապես մտածեք, ինչքանով եք հոգով շարժվում, եւ ինչքանով եք Սուրբ Հոգուն լսում, եւ ինչքանով եք հոգու հետ ապրում, եւ ինչքանով եք հոգով մարմնի գործերը սպանում։ Եթե ուզում եք իմանալ մարմնի գործերը որն է, 5-րդ գլուխը Գաղատացիս կարդացեք, կտեսնեք որն է։ Ու հերթով անցնելով նշան դրեք, որը ձեր կյանքում կա, որը չկա, որը որ կա, սկսեք դրա հարցերը լուծել, արմատախիլ անել, ոչ թե կտրել, այլ արմատախիլ անել։ Գիտեք ամենավտանգավոր բաներից մեկը որն է։ Անտարբերությունը։ Գիտեք այսօր մարդիկ դարձել են անտարբեր։ Իրանց համար մեկ է։ Հեչելիս, անտարբեր։ Ինչ ուզում է մարդը սլի, ինչ ուզում է կնիկը սլի, ինչ ուզում է երեխան սլի, հերը սլնի, մերը սլնի, կարևոր իմ համար այդ բան լավ լինի։ Գիտեք այդ անտարբերությունը հասել է չգիտեմ որտեղ։ Իսկ հոգով շարժվող մարդիկ երբեք անտարբեր չեն, որտեղ իրանք նմանվում են Հիսուսին։ Այս Աստվածաշունչը ասում Աստված այնպես սիրեց,
այնպես սիրեց, որ տվեց, ում տվեց, միածնին տվեց։ Գիտեք, երբ որ միածինը երկրի վրա էր, վերջում ընթրիք արեց։ Գիտեք, հաջորդ շաբաթ մենք տոնելու ենք հարության տոնը։ Այստեղ նաև մեր կենտրոնի երեխաները հետաքրքիր միջոցառում են կազմակերպել։ Լավ կլինի, որ ներկա լինես։ Նաև հյուր ունենք այստեղ, որը կծառայի մեզ։ Գիտեք, ամենահետաքրքիրը որն է, որ հարության տոն են նշելու։ Ոչ թե գերեզմաների օր, այլ հարության տոնը, որտեղ Հիսուսը մեռելներից հարություն է առել, բայց մինչև հարություն առնելը, Աստվածաշունչը ասում է, որ Հիսուսը վերցրեց գավաթը եւ ինչ արեց։ Տվեց աշակերտներին, ասեց. «Առեք, խմեք, սա է իմ արյունը, որ թափվում է նոր ուխտի համար»։ Եվ հետո վերցրեց Հիսուսը հացը, կտրեց, տվեց, ասեց. «Առեք, կերեք, սա իմ մարմինն է, որ կոտրվելու է ձեր համար»։ Եվ ասեց. «Քանի անգամ որ ուտեք, քանի անգամ որ խմեք, իմ մահը պատմեք, մինչև որ ես գամ»։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ մենք հասկանանք։ Հարության տոնից առաջ, գիտես, կարիք կա, որ դու մաքրվես։ Կարիք կա, որ դու ապաշխարես։ Կարիք կա, որ դու, եթե դու քո քրոջը կամ քո եղբորը նեղացրել ես, գիտես ինչ անես։ Գնաս իրան ասես կներես։ Ես ուզում եմ ապաշխարել։ Ես չեմ ուզում այս սրտով մոտենամ Տիրոջ մարմնի հաղորդությանը։ Չեմ ուզում այս սրտով հարության տոնը տոնեմ։ Չեմ ուզում այս սրտով Հովն էլ առավել ևս քարոզում էր հոգով գնացեք։ Ես մարմնով ապրեմ ու հետո դժգոհ գնամ։ Գիտեք, սա այնքան կարևոր է, սիրելի եղբայրներ ու քույրեր, որ մենք հասկանանք, որ Հիսուսը սիրեց քեզ, բոլորիդ, այսինքն հատիկ ասեմ, ու իր կյանքը տվեց։ Իսկ այսօր դու ես սիրում։ Ես Հիսուսին եմ սիրում, բայց Վարդուշին ատում եմ։ Բայց չէ որ Վարդուշի մեջ Հիսուսն է ապրում։ Հետո ինչ որ ձեր նախասիրությունները իրար հետ չի համընկնում,